Պաստորեն սա կոչվում է հին Երևան։ Մենակ ձեռքը մի դեր։ Եվ եթե դուք եք ճարտարապետը։ Խնդրեմ, բոլոր հարցերը կավեք։ 90 օր պայքարել եկել ես այգին, որ այգի դառնա այստեղ քյաբաբնոց չլներ էլի։ Այգին են, մենակ խնդրում շենքերի մի Չեն կպցնում։ Այն ճանապարհից են կողմ, այն կողբացին, Հա, դա կողբացի։ Այո, այսին այգին են կողմանը։ Այս այգին են կողմը, բարձր։ Կողբացին է, նրա բացտերյանն է։ Տերյանը Աբովյան փողոցը։ Արամ Բյուզան։ Սա Արամն է, սա Բյուզան։ Պարոն Վարդանյան, իսկ նախագահը ինչ հավանեց, չհավանեց։ Ինչ արդյոք, ինչ մանրամասն ասել։ Աշխատանքը սկսված է, պետք է շարունակել ուղղակի ժամանակային առումով արագացնել։ Ինչ ժամկետ։ Ժամկետների մասին այսօր խոսք չկա։ Սա Արամ։ Ժամկետները։ Սա ինչը։ Բյուզան։ Այսինքն էս արանքը։ Սա Դերյանն է։ Այսինքն այս մուտքը որտեղից է սկսում, պաստոր։ Դերյանից է։ Եվ ավարտվում է որտեղ է դուրս գալիս։ Աբովյան։ Ուղղակի բոլոր շենքերը ժամանակաշրջանում են դալանում։ Փողոցներից աման տեղից։ Բայց սրանք բոլորը նորագարույց են լինելու, չէ՞։ Բոլորը ո՞րն է, սա մինչև Արամի 9-ը պահպանված կա։ Այս կողմը մինչև այստեղ պահպանված կա, շերտերը, այս ամբողջ շերտը պահպանված շերտ է, ուղղակի մանսարդային հարկով վերակառուցված է։ Պահպանված այսքան հիմա ինքը կա, թե տեսքա վերակառուցված։ Ինքը կա հիմա, պատերը կան։ Բայց սենց Պատերը, Սիլ պլազան չկա։ Սիպլազան կա, բայց նայեք այստեղ վերևի հարկ կա, ինչքան ես տեսնում եմ, չէ՞, մի հարկ ավելանում են։ Այսինքն ոնց որ առաջին հանրապետական շենքը աղավաղվեց, տաշիր պիցա տարավ վերևի հատվածը։ Դուք ինչ եք մասնագետ։ Ես լուսանկարիչ։ Ուրեմն լուսանկարիչ, եթե հարց ես տալիս մասնագետ, մի քիչ համեսություն ունեցի, աղավաղվածա, թե ինչ է։ Չէ, փաստացի դա ջարդարապետերի ես խոսքն եմ մեջ բերում, նույնիսկ մեծ մեջջանի խոսքերն եմ մեջ բերում, որ առաջին հանրապետական շենքը աղավաղվեց, երբ որ վրան հավելյալ է տաշիր պիցայի հատվածը սարքվել։ Երևի տաշի պիցա չկա, քանի որ կա։ Չէ, շենքի վրա տաշի պիցայա կբաց, վերևն էլ հավելյալ հարկ ավելացել։ Թղթակիցներն էլ ճիշտ մեկնաբանում։ Վերևի հատվածի տաշի պիցա Չեմ ասում վերևն է տաշի պիցա, ասում եմ տաշի պիցա, հավելյալ չէ կառույց ունեցավ վերևը։ դա ռեկլամա, դա այլ հարց։ Ավելի ոտոր ռեկլամը, որտեղ Արամ Մանուկյանը ջար է ունեցել առաջին հանրապետական ժողովրդի դիմաց, այնտեղ տաշի պիցա են կպցրել այսօր։ Բայց պաստորեն հավելյալ մասա լիներ, այսինքն մի հարկ հավելյալ է։ Սարդային, այո, հարկ ավելացված։ Եվ այդ հարկ ավելացվածը նրան է, եթե գլխավոր պողոտայի միջի կա, ամբողջ, եթե դրսից եք եկել մոլ հասկացողությունը գիտեք, հասկաց պողոտը, հոծիոտը, և այս ամբողջ տանիքները, Այս ամբողջ տանիքները հետիոտ են, սրճարաններ են, զբոսնելու վայր, այսինքն անկախ շենքերի ֆունկցիաները բնակչությունը նորացումի քայլել իշտեն մեկ հարկել ստորգետնյա կամնավային տարածքը, և այս ամբողջ տանիքները և ամբողջ լավնում են սերմիկատարին, այսինքն ժողովրդի ճանաչում համստանալու գետին։ Սեզոնակ շենքանոթից չեք մտնում, բայց այս ամբողջ շենքերը որպես Շենքերը չեն կարող է ժամանակը ցույց կտա, եթե իրականացնում դե բնականաբար հանրապետության հրապարակի կողմն է, քաղաքի կենտրոնում, այստեղ բնակելի չկա։ Արևդրային ավելի շատ բաներ։ Ռեստորաններ եւ այլն։ Սալոններ կլինեն ինչ որ։ Այսինքն բնակելի հաստատ չի լինի։ Ոչ, զաշարքի խանութներ կլինեն ցուցասրահներ, ճանաչում ուժը կամ Սա որ հատվածում է։ Տերյանի մինչև կողված է, այն անկյունի շենքը որ դրել են, կես անկյունի շենքն է, եսի պատվիրացնել Սա։ Այո, ուղղակի սա նույն ձևի Հելի փակվելու է ամբողջ։ այո, այստեղ ամբողջ ուղղակի չեն փակել, սա աշխատանքային պրոցեսն է։ Եք ձեզ մի հատ կարծիք էլի ձեզ հարցնեմ, որպես ճարտարապետի իսկ դուք չեք համարում, որ թաղամասին կամ այս հատվածին ավելի կյանք կտա, եթե բնակելի ձեր խորհրդով։ Այսինքն կողքը բնակելի շենքերը ավելի շատ ասենք, եթե ենթադրենք, որ նա քանդեն, գանձ է ասեն, ավելի այսինքն թաղամասը ավելի լավ է բնակելի։ Գոտի է, սա հնարավորին շատ հանրային օգտագործման համար դիստեցին բոլոր օգտագործում։
Գորգերի Աշխարհում կան այդպես գործներ, որ բնակելի շարժանային կան, շարժանային կան, բայց Երևանում ցավոք սրտի մի կան շարժանային գորգի չունեն, Հարավես չունենք ինչ կրկանի։ Չկա։ Խոլ։ Իսկ այս հատվածը նորակառույց լինելու ամբողջությամբ։ Նորակառույց ասելով, եթե շենք է դա, ունենք է շենքը, որ Սերյանը բացելու համարած տեղափոխվում է։ Սա Գիլանյանցի իմոնատի գործարանություններ, սկայտան կողքի գործարանություններ, այսպես բնական է։ Բյուզան 17 մերապանմոնտաժված, սա միան փողոցի վրա է մերապանմոնտաժված, ես փորձել եմ լրացնեմ, գործունեությունից հետո նախամոնտաժված հաստատել։ Այսինքն հին շենքերը մնացած պիտի բերվի այստեղ հավաքվի, ինչքան որ պահպանվել են քարերը։ Իսկ դուք ինչ որ ինֆորմացիա ունեք այդ քարը։ Այդ քարից այն ինչ որ ես տեսել եմ գիտեմ, ինչքանն է Դուք ինչքանն եք, քանի շենք։ էական չի, որտեղ հասկանում եք, դուք դա սարքել եք սպորտային, խոսքս տաքսիստների Հա, շատ քարերը որտեղ, քարերը այդ ինչ է դա։ Ես որպես ճարտարապետ ես խորհրդային շրջանից ես իջան ունեի, հա, Տերան Ամիրյանի բանիկներից բոլորը քանդեցին, մնացել ինչի կան է, բայց գիտեմ, որ այն թորս իրան լավ է, որտեղ ես Երևանի հանձնարարի պատրված է ջերից մեկնա, որ ես երեխան եմ։ Հա, բայց չէ համարում, որ քարերը պետք է լինեին, որ հետ կերեք։ Այսինքն արժեք չունեն քարերը, իրանք որպես քար որ հետ կերեք։ Ձեր կարծիքը ո՞ր է։ Ուրեմն իմ կարծիքն է, որ ես ամեն ինչ կարող եմ։ Հիմա քարերը կարողանան, պահել են։ Հա, ձեր միաշակ ձեր խնդիրը չի դա։ Իսկ եկեք Յավոդի վրա հին շենքը սրտ քարերով որ հավաքեցին նորակառույցի ամբողջական պատի վրա։ Դա ձեզ որպես ճարտարապետ է։ Ես ներկայացվել որպես լուսանկարիչ դուք չի գալիս։ Դա աղավաղված իրականություն է։ Ուրեմն աղավաղված իրականությունը, երբ որ Բեռնոս ապամոնտաժում են, անձամբ իմ աղջիկս, իմ կինս, մոմավարություն են կազմակերպեցին, իհարկե Երևանի ուշադրության հիմնադիրներից այդ բոլորը շատ լավ Դրա համար ձեր կարծիքն է հարցնում։ չափագրել են, կանցել են, ցուցադրել են։ Հենց դրա մասին է։ Փորձել են, հետո ես հոգնեցի թողեցի դուրս եկա, բայց ես մի ծրագիրը մեկա իրականացնել։ Ուզեք, չուզեք, ակտիվիստները, խելոք ճարտարապետները, ինչ էլ կասեն, մի քիչ է։ Ես երբ որ մի բանի մեջ համոզված եմ, սկսում եմ մինչև վերջ։ Իրականում ուզել չուզելու խնդիր չկա։ Մենք այստեղ ոչ եկել ենք ուզելու, ոչ էլ եկել ենք ծանոթանալու, դա իրականությունը։ Բայց փաստացի իմը դուք որպես ճարտարապետ ասեք էլի ձեր կարծիքը, տարիքով էլ մարդիկ լիքը փորձ ունեն։ Երևանը իր պատմական դեմքը վաղուց կորցրել է, չէ՞։ Դրա մասին քննարկել նախ ավելորդ։ Երբ որ քաղաքը փոխվում է իր քաղաքացիներին, Երևանից։ Բնական է միջավայրը հետո Միգուցե երևանցիներին փորձենք հետ բերել, պահել քաղաքացիներին։ Այս շենքերում համար պիտի սարքենք իրականում։ Օրինակ